Բարև ձեզ հարգելի հետևորդներ, բաց TV-ի ժամանակն է խոսել հաղորդաշարի տաղավարում այս պահին հյուրընկալում ենք ժողովրդական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Վերջին շրջանում ակնհայտ տեսնում ենք, որ դուք դրսի լրատվամիջոցներին թերևս ավելի շատ եք հյուր գնում, քան Հայաստանի ներսում։ Խնդիրը որն է։ Խնդիրը շատ պարզ է, դրա մասին ես բազմիցս խոսել եմ։ Գրեթե 99%-ով ներսի լրատվամիջոցները ուղղակի արգելափակել են իմ մուտքը, որի համար նաև շատ շնորհակալ եմ իրենց, ինձ դրանով որևիցե վնաս չեն տալիս, ու արգելափակել են այն ժամանակվանից, երբ որ ըստ էության սկսեցին առավել շատ վտանգ զգալ մեզանից։ Ես չեմ վախենա այդ բառից, բայց վտանգ ավելի շատ սկսեցին զգալ այն օրակարգերից, այն թեզերից, որը մենք ենք առաջ տանում, եւ ուղղակի բառից բուն իմաստով իրենց մոտ տաբու է դրված, հստակ կա սահմանափակում, որ որևիցե մեկին չպետք է եթերաժամ տա։ Եվ այսպես ասած պետք է ինձ մոռացության մատնել, այսինքն հասարակությունը որպես այդպեսի իմ կամ մեր մասին մոռանա։ Դա է հիմնական խնդիրը։ Պարոն Պետրոսյան, ցավով պիտի նշեմ, բայց մեր լրատվական դաշտը այսպես բևեռացված է, մի քանի մասի է բաժանված, ընդդիմություն, իշխանություն եւ ընդդիմության տարատեսակներ, այսպես շատ օբյեկտիվ եւ արդար լրատվություն, խորին ցավով եմ ասում, գտնել շատ դժվար է։ Բնականաբար։ Հիմա այս պարակտված ընդդիմության մեջ էլ չեն գտնվում մարդիկ, ովքեր փորձում են արդար խոսք գտնել, թե ինչ աստիճան չեն կիսում ձեր հայացքները։ Բնականաբար ոչ, ուրեմն եւ իշխանություն եւ պարլամենտական ընդդիմություն իրանք կարող են հանդուրժել միայն այն դերակատարներին, որոնք իրենց վերահսկողության տակ են, կամ այն դերակատարներին, որոնց գործունեությունը իրենց համակարգային առումով չի սպառնում, իրենց օրակարգերին, իրենց գործունեությանը եւ իրենց ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության եւ իշխանության, ես բազմիցս ասել եմ եւ ելի եմ կրկնում, Հայաստանում չկա պարլամենտական կամ ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Հայաստանում կա փոխհամաձայնեցված խմբիշխանություն։ Պարլամենտական ընդդիմությունը որակական քաղաքական իմաստով որևէ տարբերություն չունի իշխանությունից։ Պարլամենտական ընդդիմությունը համար մեկ հենարանն է իշխանության եւ նրանք փոխհամաձայնեցված կերպով գործում են։ Եվ հենց պատճառը նա է, որ մենք ունենք այս իրականությունը եւ հետեւաբար այլ բան ակնկալել չէր կարելի եւ նրանց միակ գործիքը, որ ունեն այսօր, միակ ուրիշ գործիք չունեն։ Դա իրենց լրատվական միջոցներն են։ Եթե ինչ-որ մի բան իրանք պետք է ուժ գործադրեն ճակերտավոր ասած, ուժ նրանք պետք է անեն միայն լրատվական միջոցով։ Ուրիշ որևիցե կերպ նրանք այլևս ազդեցություն չունեն։ Մեծ միֆեր կա, որ գիտեք ինչ, հիմա հասարակության մոտ շատ են չէ խոսում, երբ լսում են ասում եք, որ գնում ենք համակարգին հակառակ պետք է փոփոխություններ անենք, ասում են, գիտեք, ախր մեզ ով պետք է թույլ տա երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, ներկա իշխանությունը եւ այլն։ Դրանք մնացել են միայն այս միֆերի հույսին։ Իրականում մարդիկ է պետք է իմանան, որ այդ մարդիկ, այդ ինստիտուտները, դերակատարները գոյություն չունեն։ Դա մի հատ մեծ փուչի կա, որտեղ ոչ բովանդակություն կա, ոչ էլ իրենք իրական այդ ուժն ու ազդեցություն ունեն։ Եթե նույնիսկ ունենա ինչ-որ չափով ֆինանսական ռեսուրսներ, դա նրանց ոչ մի բան այլևս տալ չի կարող։ Իրանք միակ գործիք, որ ունեն, դա լրատվամիջոցներն է, որով պահում են միֆերն ու իլյուզիաները, այդ պատրանքները հասարակության մոտ եւ անելանելիության եւ իրենց ամենակարող լինելու մասին, բայց իրեն գետնի վրա գոյություն չունեն։ Վերջի գործիքն են կիրառում, օրինակ մեկը մեր նկատմամբ, կապրեն կտեսնենք ով հաջողության կհասնի։ Պարոն Պետրոսյան, ես վերջին շրջանում հաճախ եմ հիշում այն հարցազրույցը Լևոն Տեր-Պետրոսյանի վերջի տարիների հարցազրույցներից մեկը, որ հայտարարեց, թե ախր ինչ բազմակուսակցություն մեր երկրում, այն էլ այդ թվականակով, եթե կարելի է այլ երկրների նման ունենալ 2-3 ամենաշատը 4 կուսակցություն եւ պարբերաբար ամեն նոր ընտրության շրջանում շատ բարեհաջող ճանապարհով հանձնել իշխանությունը մյուս կուսակցության եւ այդպես հերթականությամբ պատտվի իշխանությունը նույն մարդկանց մոտ նույն կուսակցությունների շրջանակում։ Եվ նախ ձեր կարծիքը այս մասին, արդյոք սա է հենց այսօր տեղի ունենում եւ երկրորդը նկատում եք արդյոք, որ հենց այս նախկիններն են, որ չեն թողնում նոր սերունդ աճի, զարգանա այնքան, որ կարողանա հավասարը հավասարի լինել։
Միայն արդյոք խնդիրը ֆինանսական հարցն է, որ նոր կուսակցությունները, երիտասարդ դեմքերը չեն կարողանում գտնել իրենց տեղը եւ ակամայից որևէ թևի են սկսում հարել ժամանակի ընթացքում, որպեսզի հասնեն ինչ որ մի մակարդակի, որից հետո կարող են արդեն լինել ինքնուրույն։ Ինչն է մեր խնդիրը, ինչու մենք ունենք այսքան կուսակցություն, բայց չունենք ընտրություն իրական ընտրություն եւ իրական ընդդիմություն եւ սրտացավ իշխանություն։ Շատ բազմաշերտ հարց եք տալիս, բայց շատ կարևոր եւ հետաքրքիր։ Ինչ վերաբերում է առաջին նախագահին, ամենայն հարգանքով իր անձի նկատմամբ, բայց իր արտաբերած միտքը քաղաքական անհեթեթություն է, որովհետեւ դա մեխանիկորեն կրկնօրինակելով չի։ Ես ուզում եմ ունենալ 3 կամ 4 կուսակցություն։ Ցանկացած եւ կուսակցական համակարգը եւ հասարակություն եւ պետությունը ունենում է էվոլյուցիոն ճանապարհ։ Դուք չեք կարող մեխանիկորեն բերել մի համակարգ դնել, որին ձեր պետությունը, ձեր հասարակությունը էվոլյուցիոն ճանապարհով դեռ չի հասել։ Շատ ավելի մեծ կլինեն խնդիրներ։ Իսկ առաջին նախագահը ուղղակի հայելային կամ մեխանիկական ներդնելու մեծ վարպետ է եղել։ Դրա համար մենք այսօր չունենք նաեւ երբեք չենք ունեցել պետական արդիականացման, պետության արդիականացման գործընթաց։ Մենք ունեցել ենք վեստերնիզացիա, արևմտականացում, որտեղ դրսից մոդելները մեխանիկորեն բերել են, դրել են մեկ վրա, մեկ օրվա, մեկ օրում, մեկ գիշերում, դրա համար նույնիսկ ժամանակին կոմունիստական կուսակցությունը մեկ գիշերվա մեջ դարձավ ժողովրդական կուսակցություն։ Ամեն ինչը պետական կառավարման համակարգը մեխանիկորեն վեստերնիզացիայի հետևանքով արևմտականացման վերցրել եւ դրել են մեր վրա, որը ոչ համապատասխանում է մեր բովանդակությանը, ոչ որ էվոլյուցիոն զարգացման եւ ոչ մի բանին։ Սա պետության համար անվտանգային լրջագույն խնդիր է։ Դրա համար եմ ասում, ամենայն հարգանքով անձի նկատմամբ քաղաքական ամենամեծ անհեթեթությունն է։ Հիմա հասարակության մեջ շատերը կաջակցեն այդ գաղափարին, որտեղ իրական նայում եք, ասում եք, ինչ 70-80 կուսակցություն, հա, 3-4 կուսակցություն։ Այո, շատ լավ կլինի այդպես որ լինի, բայց դա պետք է գնալ դրան էվոլյուցիոն ճանապարհով։ Եվ խնդիրը այդքան շատ կուսակցություններ լինելու մեջ չէ։ Խնդիրը օրակարգի բացակայությունն է։ Խնդիրը իրակարգում օրակարգը գետնի վրա իրագործելու բացակայությունն է։ Այդ կուսակցությունների 90%-ը ընտրությունից ընտրություն հայտնվում են եւ հետո անհետանում են։ Այսինքն պետք է չէ նրանց հաշվել ուժեր կուսակցություններ։ Ընտրողներն էլ չեն հասցնում ծանոթանալ այդ մարդկանց ոչ նախագծերին, ոչ ծրագրերին, ոչ պատկերացումներին, տեսլականին, ավելին ասենք, հաճախ նրանք չեն էլ ունենում, մեծ մասը չի էլ ունենում պատկերացում, գալու է ինչ անելու, ինչ է։ Ասեմ ավելին, դրանց նույնիսկ մեծ մասը, օրինակ գրավի, եթե չեմ սխալվում, 7 միլիոն դրամ է։ Գրավի գումարը նրանք անգամ չունեն, երբեք չեն ունեցել եւ չեն էլ ունենալու, բայց հանկարծ ընտրությունների նախորդին հայտնվում են եւ միանգամից մասնակցում են։ Ինչպես իմ խորին համոզմամբ 26 թվականին լինելու է մոտ 40 կուսակցություն է մասնակցելու ընտրություններին, եւ սա բնականաբար իշխանության եւ պառլամենտական ընդդիմության, որպես մեկ ուժ, երբ երկուս ասեմ, մեկ ուժ պատկերացրեք, նրանց գործունեության արդյունքում է սա լինելու։ Ստեղծել տեղեկատվական եւ քաղաքական մեծ աղմուկ, որտեղ հասարակությունը ուղղակի չի կարող կողմնորոշվել եւ վերջում կասի դե միևնույն է այս աղմուկի մեջ կա երկրորդ նախագահ, երրորդ նախագահ եւ Նիկոլ Փաշինյան։ Ու էլ չեն մնալու ով է նոր, ով է հին, ով ինչ է ասում եւ այլն։ Տեղեկատվական աղմուկ են ստեղծելու եւ սա շատ հստակ քաղաքական տեխնոլոգիա է, որով մշտապես առաջնորդվել են։ Սա պատահական ինչ որ ձևավորված խնդիր չի։ Դրա համար խնդիրը կուսակցությունները շատ լինելը չի։ Խնդիրը քաղաքական օրակարգն է, իսկ ավելի խորքային առումով եթե ուզում եք իմանալ, խնդիրը իշխանության, պառլամենտական ընդդիմության իրական նպատակներն են։ Եթե մենք պետության նպատակները այսօրվա դրությամբ, եթե հիմա ասեմ, եթե մենք պետության երրորդ հանրապետության ձեռնման սկզբից ունենայինք նվազագույն պետականամետ նպատակներ կամ ազգային նպատակներ, մենք ընդհանրապես այս իրավիճակում չենք լինի։ Կուսակցություններն չեն լինի 100-ից ավել, մենք չենք լինի sense քաղաքական խորքային զարգացման ճգնաժամում։ Չէ լինի այս ամենը, այլ տրամաբանությամբ կլներ։ Իսկ իրենց նպատակը մի որպես այդպեսին եղել է եւ մնում է բացառապես սեփական նեղ խմբային շահ, բացառապես մեր ամբողջ երրորդ հանրապետության պատմությունը, ես չեմ վախենա այդ բառից 94 թվականից հետո Արցախի ազատագրումից հետո, որ այսպես այլասերեցին ուղղակի քաղաքական գործընթացները, մի այլանդակեցին բառից բուն իմաստով, մի ամբողջական ստամոքսի պատմության մասին է։ Ստամոքս սպասարկելու պատմության մասն է, որտեղ չկա արժեք, չկա ոգեղենություն, չկա նպատակ, չկա ազգային գաղափար, չկա տեսլական, ոչինչ չկա, կա միայն սեփական խմբային շահը ամենավերջին հնարավոր ձևերով սպասարկելու միտում։ Կուտակել սեփականություն, պահել սեփականությունը վերջ։ Որևիցե բան չկա, իսկ ինչ վերաբերում է
ձեր ասած նոր ուժերին ինչի չեն կարողանում ձևավորվել կամ ինչպես պետք է ձևավորվեն, բնական է, որ ինչպես իշխանությունը, այնպես է պարլամենտական ընդդիմությունը, իրենք միշտ ունեն մի հարցի շուրջ բացարձակ կոնսենսուս, փոխհամաձայնություն, բացարձակ նոր դերակատարներ, որոնք կլինեն իրենց վերահսկողությունից դուրս, ամեն կերպ արգելափակեն նրանց ի հայտ գալը։ Սա իրենց համար կենսական խնդիր է։ Պատկերացնում եք նոր առողջ մարդիկ, առողջ ուժեր, ովքեր իրենց վերահսկողությունից դուրս են, հանկարծ հայտնվում են, այդ մարդիկ ուղղակի գնում են պատմական առումով քաղաքական աղբանոց են հայտնվում։ Ամբողջ երկիրը հիմա խոսում է այն մասին, որ երազում է նոր բնականաբար երիտասարդ ինչպես կարող է թույլ տան անկախ իրենք ուժ լինի, որպեսզի նրա հետևից գնան, որպեսզի դրան հարեն, որովհետև հիասթափվել են այս իշխանությունից, նախկիներից հիասթափված ու հիասթափված մերժված կարգավիճակ կա եւ նոր մարդ էլ չկա, ում հետևից գնան, ինչու չեն կարողանում գեներացնենք դրսում քրիտիկական զանգված, ասում են զարմանում են, երազում ենք այդ մարդու մասին, բայց փաստացի չենք ունենում այդ դեպքերը։ Այո, դրա համար եմ ասում, դրանք դա թույլ չեն տալու։ Ես գալիս ենք այդ թեմային, հենց այդ մարդկանցից, որ մեկը նաև մենք էինք, որ ուժ ասեմ, մարդկանցից ասեմ, խումբ ասեմ, որով հենց պայմանավորված է լրատվականներում մուտք արգելափակել, հենց դրանով է պայմանավորված, որ հանկարծ այդ process-ը որևիցե մի կերպ մանավանդ շարժումից մնացածից հետո որևիցե կերպ հանկարծ տեղի չունենա, բայց նոր դերակատարների, նոր ուժերի համար սա արդարացում չի ընդհանրապես։ Որևիցե մեկը ձեզ տեղ չի զիջելու քաղաքական դաշտում եւ որևիցե մեկը իրավունք չունի դրա մասին խոսել կամ բողոքել։ Ես երբեք տեսած չեք լինի, որ ասեմ, գիտեք, մեզ խանգարում են, անարդար է, պետք է տեղը զիջեն, տեղը թողեն, ոչ։ Այդ մարդիկ արժեքային իմաստով քաղաքական չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Նրանք չունեն ոչ պետական, ոչ ազգային նպատակ, որևիցե այդպես հարցեր չկա։ Նրանք ունեն միայն սեփական խմբային շահ սպասարկելու նպատակ եւ ցանկություն եւ այդ ճանապարհին գնալու են բոլոր հնարավոր մեթոդներին։ Հիմա եթե մենք նոր ուժ ենք, մենք պետք է կարողանանք ապացուցել մեր կենսունակությունը։ Դրանք սին արդարացումներ են, որ գիտեք, ֆինանսներ են պետք եւ այլ։ Ով սկսեց ֆինանսներից խոսել, ուրեմն իմացեք, այդ մարդը ուզում է ուղղակի գումար աշխատել քաղաքական գործընթացների միջոցով։ Հնարավոր չի ասել իմ թույլ լինելու պատճառը ֆինանսի բացակայությունն է։ Երբ որ դուք ունեք գաղափար, ունեք նպատակ ու ունեք հավատամ, երբ որ դուք սկսում եք շարժվել ճանապարհով, այդ ճանապարհով, անպայման գտնվում են մարդիկ, համախոհներ, ովքեր եւս վարակվում են ձեր գաղափարներով, ձեր մտքերով, թիմը ընդլայնվում է, գնացողները շատանում են, ֆինանսական ռեսուրսները եւս հայտնվում են։ Ոչ թե ավանդական տրամաբանության մեկը տալիս է, ասում է, գիտեք ինչ, ամսական $20,000, ինչ ասենք կանեք, դրա մասին չի խոսքը։ Այսինքն միշտ կա նպատակ եւ կա նպատակին գնացող ճանապարհ եւ հայտնվում են ռեսուրսներ, նաեւ պետության դեպքում այդպես լինում։ Հետեւաբար նոր ուժերի համար դա արդարացում չի։ Եթե ես կենսունակությունը չկարողացա ապահովել այստեղ, ուրեմն իմ նման ուժի իշխանության գալ լինելու է սպառնալիք, որտեվ ես ինչպես ներկա իշխանությունը գալու եմ իշխանության եւ ասեմ, գիտեք ինչ, ռուսները մեզ դավաճանեցին, Եվրոպա մեզ դավաճանեց, Ամերիկան դավաճանեց, մենք խեղճ ենք, մենք թշվառ ենք, մենք լավն ենք, մեզ ոչ ոք չի խղճում, ինչ անենք։ Հիմա նույնը ներքաղաքական իրավիճակում է։ Պատկերացնում եք, ես վերկենամ ասեմ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ Նիկոլ Փաշինյանը մեզ թույլ չեն տալիս, ախր ինչպես պետք է լինի, մենք լավն ենք, ոչ, կամ ես կամ չկամ։ Պարոն Պետրոսյան, դուք ՀՀԿ-ի անդամ եք եղել։ Այո։ Որոշակի դրական արձագանք եք ունեցել Նիկոլ Փաշինյանի շարժման եւ իշխանության գալու հետ կապված, բայց նաեւ ես դրական արձագանք ունեցա։ Դրական եք արձագանքել, որ փոփոխություններ կլինեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ Եվ այնուհետև ձեզ տեսնում ենք Բագրատ Սրբազանի հետ շարժման ժամանակ եւ այնուհետև Բագրատ Սրբազանի անունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիմա որ թիմից եք դուք։ Ուրեմն ձեր պատկերացումները այս իշխանության եւ այս իշխանությանը հաղթելու ճանապարհին։ Ուրեմն ասեմ, դա շատ էր շահարկվում։ Ու ես նրանում միշտ գլուխս բարձր միշտ ասել եմ, այո, ես եղել եմ երիտ թևի անդամ։ Սա պետք է հստակ ասել։ Ոչ պաշտոն եմ զբաղացրել, ոչ խորհրդում եմ եղել, որևիցե կենտրոն վարչական շրջանի երիտ թև, հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Ու դա եղել է մինչև 2013 թվականը։ Արդեն 12 տարի վաղեմության, ասել եմ երիտասարդ եմ եղել,
ունեցել են պահպանողական գաղափարներ, նաև այն ժամանակ իշխող կուսակցություններ եղել, մտածել են, որ այդտեղով շատ ավելի հեշտ կարող է լինել, ոչ թե հեշտ, այլ իրատեսական լինել ծրագրեր, գաղափարներ եւ այլն։ Հետո այդ ժամանակ, երբ գործընթացներում ներգրավել եմ եւ այլն, եղել են խնդիրներ եւ հասկացել եմ, որ այստեղ այդ գաղափարախոսության կամ որևիցե աղերս չունի։ Սա այլ բանի մասին է, թեպետ ես այնտեղ սովորել եմ շատ բաներ, ձեռք եմ բերել ընկերներ, նաև սովորել եմ, թե ինչպես չպետք է լինի քաղաքականությունը, ինչպես չպետք է լինի քաղաքական ուժը, շատ բաներ եմ սովորել։ Հիմա տեսեք, շատերը դա թմկահարում են, բայց ասեմ, երիտ թեև հասկանում եք ինչա։ Երիտասարդական թեև, ոչ էլի եմ կրկնում, ղեկավար, ոչ, չգիտեմ, գործադիր մարմին, ոչ խորհուրդ։ Շատ մեղադրելու բան էլ չկա, որտեղ ՀՀԿ-ում էլ կային մարդիկ, ովքեր արդար էին եւ առ այս պահը արդար են։ Հիմա ու ես ասում, դա 12 տարի առաջվա վաղեմության, 12 տարի։ Ու այնտեղից իմ դուրս գալ եղել է բավականին, այսպես ասեմ, հա, աղմուկով, հա, այսպես ասեմ, որտեղ եղել են շատ հստակ խնդիրներ, որոնց մասին բոլորը շատ լավ գիտեն, շատ հստակ խնդիրներ են եղել, բայց այնուամենայնիվ ես շատ ուրախ եմ իմ ունեցած փորձի համար, որովհետև շատ բաներ ճանաչել եմ, սովորել եմ, շատ ուրախ եմ այդ փորձի համար եւ գլուխս բարձր միշտ կարող եմ դրա մասին խոսել։ Իսկ շատերը երբ ասում են, այ ժամանակին եղել է, օրինակ ՀԿ-ի անդամ, ասում եմ եւ, այսինքն եթե ես ժամանակին եղել եմ օրինակ Երիթեւի անդամ, մտել եմ, տեսել եմ, որ դա իմ պատկերացումների հետ չի համապատասխանում։ Այսինքն կամ ես պիտի ամբողջ կյանքս մնայի այդ կառույցի մեջ, կամ ես պիտի այլևս քաղաքականությամբ չզբաղվեի, պատկերացնում եք անհեթեթության աստիճանը։ Նույնիսկ դրանից հետո ես չեմ անդամագրվել այլ կուսակցության, որը շատ հանգիստ յուրաքանչյուրը կարող են անել։ Սա ինչի համապատասխանում։ Մենք շատ դեպքեր ունենք, որ մի քանի կուսակցություն փոխեցին։ Դրանից հետո անգամ այդ դեպքը տեղի չունեցել։ Մոտ 10 տարի հետո մենք հիմնել ենք մեր կուսակցությունը, այսինքն անգամ դա տեղի չի ունեցել։ Այսինքն ինչու՞մն է խնդիրը։ Եղել են 12 տարի առաջ Երիթեւի անդամ։ Կարող է եւս 10 կուսակցության Երիթեւի անդամ է լինել, որտեղ տեսես սա չի լինում, իմաստն եմ ասում։ Վերջում այն պահին ենք ձևավորել ուժը, որտեղ որ արդեն հասկացել ենք, որ գիտեմ, կա նպատակը, գա գաղափարը, պատկերացնում ենք եւ այլն եւ այլն։ Ինչն էր խնդիրը, որ ՀՀԿ-ն հիաց թափանցրեց եւ հույս կար, որ ՔՊ-ն կանի։ ՔՊ-ի վերաբերյալ բացարձակապես այդ հույսը չի եղել։ Այսինքն ինչ որ մեկը կարող է ասել, որ ես այդ ժամանակ աջակցել եմ ՔՊ-ին, հեղափոխությանը, հանրահավաք եմ գնացել։ Անկամ Հայաստանում չեմ եղել, սոցցանցում անգամ գրառում չեմ ունեցել։ Իմ աջակցելը ո՞րն է, ուղղակի ես եթերներով միշտ ասել եմ, ինչպես բնակչության 99.9%-ը ես էլ եմ եղել ուրախացած, սպասելու կարող է փոփոխություններ լինի։ Ես պիտի ընդունեմ, որ ես էլ։ Այսինքն, հա, ինչ կա դրա մեջ, ինչ խնդիր կա, բայց ես երբեք գործնականում չեմ առնչվել, անգամ 2019 թվականին, երբ կար հանձնաժողով, որ գիտեք, մարդիկ չկային, որ պատգամավորների ցուցակով անցնեն, հիշում եք, չէ՞, խնդիր ունեին, որ հանձնաժողով էին կազմել քննության ոնց որ կանչեն ու մեն ընդգրկում, չէ՞, ցանկի մեջ։ Անգամ այն ժամանակ ինձ առաջարկել են պատգամավոր։ Ինչ որ ՔՊ-ին անդամակցել են, ժամանակ հերոսություն էր, այդ կամ դրանից եմ ես հրաժարվել։ Ինչ աջակցելու մասին խոսք կարող է գնալ։ Համոզված եմ լսողները։ ՔՊ-ից ինչու եք հրաժարվել, թերությունը ՔՊ-ի որն էր ձեր կարծիքով։ Չէ, այդ ժամանակ իմ համար արդեն երբ որ սկսեցին 1-2 ամիս անցնել, իմ համար շատ անորոշությունները շատ ավելի մեծացան ու կասկածները շատ ավելի մեծացան ու ես արդեն շատ ավելի հասուն տարիքում լինելով, ես ուղղակի այդ բանին ասացի զերծ եմ մնում, մինչև ես ինքս սկսեմ ավելի մանրամասը ճանաչել, ինչի մասին է այս գործընթացները ընդհանրապես։ Այսինքն ես ՔՊ-ի աջակից երբեք ՔՊ-ի չեմ եղել, ես եղել եմ միայն փոփոխությունների աջակից, որ ես ինքս ոնց որ ժողովրդի 99.9% ուզել եմ, որ փոփոխություն լինի։ Դրա համար եմ ասում, փոփոխություն պետք է լիներ Հայաստանում, միանշանակ այո։ Այդ փոփոխությունը պետք է լիներ այսպես հակապետական, իհարկե ոչ։ Այսինքն ես երբեք, երբ որ այս հակապետական, բնականաբար, այսինքն չի եղել մեկ օր հակապետական կամ այս ապազգային գործընթացի ժամանակ, որ ես մեկ օր աջակցել եմ։ Հակառակը նույնիսկ 19 թվականին կրկնում եմ, երբ որ իրենց անդամ լինելը դա հերոսություն էր, որ ամեն կողմից փորձում էին անդամագրվել, ես падգամավորության առաջարկից եմ անգամ հրաժարվել, հիմա լսում են կտեսնեն, ինչու՞մն է խնդիրը։ Իսկ այն ուժերն են շատերը դա թմկահարում, ովքեր որ գնացել են օր առաջ կոալիցիայի Նիկոլ Փաշինյանի հետ, օրինակ Դաշնակցությունը։ 10 օր առաջ Հանրապետականի հետ էր կոալիցիա, հետո դարձավ ՔՊ-ի հետ կոալիցիա, քվեարկեցին Հանրապետականի հետ միասին, բերեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության, աշխատեցին հետները կոալիցիայում, Նիկոլ Փաշինյանը թղթով ոտքի վրա ազատեց նշանակեց ընդդիմություն, այսինքն այս ամեն ինչը թողած
ինձ մեղադրում են, որ ես իմ մտքում լինելով Շվեդիայում ուրախացել եմ, որ հեղափոխություն է եղել։ Պատկերացնում եք անհետեցությունը։ Կամ 12 թվականին եղել է աջակցում են գրեթե բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև նույն ՀՀԿ-ի մրցում են իրար հետ, թե ով է ավելի շուտ միացել։ Ձայն տվեցին եւ սկսվեց այդտեղից, որ մրցում են, կհիշեք, ՕԵԿ-ից սկսած դաշնակցությունով վերջացրած, բոլորը մրցում են ԲՀԿ-ն, բոլորը մրցում են, թե ով ավելի շուտ անդամակցեց ներողություն, աջակցեց ով ավելի շատ ջուր բերեց, ով ինչի մասին է խոսք, ու հետո ինձ մեղադրում են, որ ես մտովի Շվեդիայում լինելով Ստոկհոլմում մտովի ուրախացել եմ, պատկերացնում եք անհետեցությունը։ Դա նույն աստիճանի անհետեցություն է, ոնց որ ՀԿ-ի անդամ լինելը կամ որ ասում են աղավնուն գնաց հանձնեց։ Դրան կգանք, բայց պիտի հասկանանք Բագրատ Սրբազանի շարժման հետ ինչ կատարվեց, ինչու է հիմա այս վիճակում այդ շարժումը, ինչու դուք կարծես այլևս այնտեղ չեք։ Կարծես չէ, ես այնտեղ չեմ, շատ դրա մասին ես դրա մասին որքանով է կապը Ռոբերտ Քոչարյանի հետ այս դեպքում ում կապը Բագրատ Սրբազանի շարժման չեմ կարող արդեն կապը դա իրանց ներքին խնդիրն է ինչքանով է կապը բայց այդ շարժման ամեն ակունքներում եղել եմ ոչ թե մենք եղել եմ առաջինը ես շատ կոնկրետ ոսկե պարում դրա մասին խոսել եմ նաև ոսկե պարում Կիրանձում բնակիչները ձեզ դրա մասին կասեն ու նույնիսկ այն ժամանակ երբ որ չէին ուզում ընդհանրապես շարժում լիներ ոսկե պարում ես եմ մարդկանց հատ գնացել հետները շատերի հետ խոսել մեծամասնությամբ որ ասել են որ գիտեք ինչ ես նաև երաշխավորներից մեկն եմ որ այստեղ հավաք անենք ոսկե պարում չեն գալու նախկին իշխանության ներկայացուցիչներ եւ այլն որտեղ մենք Բագրատ Սրբազանի հետ էին խոսել ենք որ պայմանավորվել ենք որ որևիցե մեկը նախկին ներկա որևիցե մեկը չի լինելու որևիցե մի փուլում երբեք չի լինելու այդպիսի պայմանավորվածություն է հենց դա է խնդիրը որ երբ որ հետո հիմա ես ասեմ շատ պարզ ասեմ դրա մասին եղել է պայմանավորվածություն երբ ես եկա ոսկեպար մեր գյուղացիները դրա մասին բոլորը կփաստեն մանավանդ ովքեր որ այնտեղ են եղել եւ կա այս ոսկեպար եւ ասացի որ այսպես ուզում ենք ոսկեպարից հիշում եք ապրիլի 13-ին եթե չեմ սխալ ոսկեպարը հավաք պետք է լիներ որ հավաք եղավ ասացի որ ուզում ենք այսպես հավաք անենք գյուղացիները ասացին որ մենք 200 հոգով դուրս գանք եւ ճանապարհը կփակենք եթե Բագրատ Սրբազանը մտնելու է հավաքի նպատակով մտնելու է ոսկեպար հարցեցի ինչի համար ինչ նախնդիրը ասին որովհետեւ ինքը իր հետևից բերելու է դաշնակներին Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներին մենք չենք ուզում դրանց գյուղում ոդկա տեսնել ես մարդկանց ասեցի գիտեք այն ժամանակ ոնց է աջակցությունը եւ մարդիկ ասում են մեր գյուղյանից Պետրոսյան Սուրենը կարող է խոսել ես ասեցի ես երաշխավորն եմ որ այդպիսի բան տեղի չունենա կարող են մարդիկ գամպես հանդեսատես բայց բեմի վրա այդպիսի մարդիկ չեն լինելու հարթակում եւ իրականում այդպես էլ եղավ ու դրանից հետո այդպես process-ը գնաց անգամ Կիրանցում հիմնական ու միակ երաշխավորը կրկնում եմ եղել եմ ես որ որևիցե պարլամենտական անդիմությունից նախկին իշխանության ներկայացուցիչ ինչ որ մեկը չէր կարողանում գար Կիրանց կրկնում եմ բացի այնտեղ Գառնիկը դե պարզ այդ ժամանակ արդեն կար չէ թեպետ ապրիլի ոսկեպարի հավաքին ինքը չկար շահություն դարձեք այ որովհետև կոնկրետ էր հարցը դրված ինքը չկար Կիրանցում երբ որ ապրիլի 23-ին ինձ ձերբակալում են 72 ժամով ձերբակալման պահին Կիրանցում երևի թե ծայրը չէի տենա այնքան մարդեր հավաքվում երեկոները երկրաչափական պրոգրեսիայով շատանում էր ու այդ ժամանակ ով որևէ մեկը տարբեր տեղից որ գալիս էին մենք ասում ենք այստեղ դու գործ չունեք անել ու ժողովուրդը դրան աջակցում էր այդ օրակարգին իրենք մեր հետ իմ հետ ասում են որ որևիցե մեկի ոդկը չենք ուզում այստեղ տենանք եւ այդ պատճառով ժողովուրդը շատանում էր այդ ձերբակալումից հետո ես եկա տեսա վրաններ դրած այնտեղ գյուղացիները ընդհանրապես գյուղացի չկա այնտեղ մի քանի հոգի մարդեր մնացել ու եկա տեսա այնտեղ որտեղ մենք նստում ենք մի քանի պարլամենտական անդիմությունից մի քանի падգամավորներ են նստած այդտեղ մի քանի падգամավոր ու մարդիկ տեսել են որ նրանք եկել են իրենք թողել են այսինքն ժողովուրդը եւս մեկ անգամ ցույց է տվել բացահայտ որ նոր դեմք է ուզում այլևս նախկինները անհանդուրժելի են իրենց համար շատ պարզ հիմա այդ մարդիկ լսում են մեզ տեսնում են իրենք
այդտեղ որ ծայրը չերում այնքան շատ մարդ էր արդեն հավաքում երեկոները։ Իմ ձերբակալությունից հետո եկել եմ այդտեղ 5-10 հոգի ու մարդիկ իջել էին ներքև այդ շրջադարձի վրա էին հավաքվել, պատճառաբանել իբր այն գնացող ճանապարհն ենք փակում, որ չգնան միները հանեն եւ այլն։ Բնականաբար ուղղակի այդպես են ասել, մարդիկ ասում են, եթե իրենք այստեղ են, մենք իրենց հետ անելու բան չունենք։ Այդ ժամանակ քանի որ ինձ արդեն ձերբակալել էին, այսինքն այդ մարդը չկար ով պետք է թույլ չտար այդ մարդկանց։ Նրանք եկան ու մարդիկ թողեցին գնացին։ Հիմա իրանցի յուրաքանչյուր բնակիչ իմ խոսքը կհաստատի։ Այդ մարդիկ իջան, որտեղ ասեմ, մենք իրանց հետ անելիք ընդհանրապես չունենք։ Սա վառ օրինակներ։ Ու եկանք տեսանք այնտեղ ինչ որ արդեն վրաններ խփած, ինչ որ մեդիա համակարգողներ եւ այլ, ու արդեն նախկին իշխանության թիմի վառ ներկայացուցիչներ, չգիտեմ, Միքայել Մինասյանի լրագրողներ արդեն այնտեղ համակարգում եւ այլ, արդեն այլանդակությունը սկսվում էր, ինչքան է փորձեցինք հետո, ու պայմանը հենց այդպեսին էր, որ կրկնում եմ, որևիցե մեկը շարժման ընթացքում չի կարող լինել ոչ առաջի շարքերում, ոչ օրակարգ թելադրի, ոչ ազդեցություն ունենա։ Սա հստակ եղել է պայմանը պայմանավորվածություն։ Գնացե թե իրենք ասել են հեռացեք։ Ոնց չի մասնախոսքը, հիմա ես պարզ ասեմ, որ քայլելու ժամանակ արդեն ինչքան հեռվանում էինք Կիրանցից, մայիսի 5, 6, 7, 8, այնքան իմ խնդիրները հսկա շատանում էր, որտեղ արդեն կեսից սկսում էին դաշնակները երկրորդ շարքում Երևան Քոչարյանի աջակիցներ, Սերժ Սարգսյանն հետո մի քիչ ավելի ուշ արդեն ավելացան։ Ու դա ասում եմ, բա մեր պայմանավորությունը ուր մնաց։ Մի պահ որ արդեն քաղաքի կենտրոնում եկել էին նույնիսկ Բևերի ներկայացուցիչները, մենք ապշած մնացինք բոլորս, որ նույնիսկ նրանք միացել են, ինչ է կատարվում, ինչ հետաքրքրություն կա այս հարցում այստեղ։ Մենք ասել ենք, պայմանավորությունը այսպեսին է եղել, ովքեր ուզում են, թող շարժմանը գան միանան, բայց 7-րդ շարքում։ Եթե սա համազգային է, պատկերացրեք, ես հավաք եմ անում։ Ես բարձրանում եմ բեմ, հավաք եմ անում, ես չեմ կարող ասել, չէ՞ օրինակ ԱԺԲ-ի ներկայացուցիչներ կամ հանրապետականները գնացեք հրապարակից, ոչ թե դրա իրավունք ունեմ, ոչ թե ցանկություն ունեմ, բայց իմ պարտասխանատվությունն հարթակը պահել մաքուր, սա է կարևոր։ Իսկ այն ինչի համար որ կարծում այդ ամեն ինչը սենց ասեմ, եղավ, որը իմ Այսինքն չհաջողվեց միանշանակ խնդիրը սա էր։ Ժողովրդի համար անհանդուրժելի էր, ներքին էլ կար խժդժություն բոլոր դեպքերում։ Պարզ բան, հարթակը եթե պահվում էր մաքուր, ոչ թե առաջնահերթություն, ամբողջ գործընթացը իրենք էին արդեն փաստացի ղեկավարում, պարլամենտական ընդդիմություն ասվածը, փաստացի։ Հիմա ոչ թե անհանդուրժողականության մասն է խնդիրը, մարդկանց պահանջը հստակ է, որ ուզում ենք այս իշխանությունը գնա, միևնույն ժամանակ երաշխիք, որ նախկինները եւ նրանցից ածանցյալ մարդիկ չեն վերադառնա։ Ձեր կարծիքով 26-ին այս իշխանությունը կմնա։ Եթե այս կոնյունկտուրան շարունակի մնալ անպայման։ Այսինքն այս ընդդիմությունը ձեռք է տալիս այս իշխանությանը, այս իշխանությանը հարմար է։ Բնականաբար ինչի մասին է խոսքը։ Բնականաբար իշխանությունը կյանք կտա, որ այս ընդդիմությունը մնա, ընդդիմությունն էլ ամեն ինչ կանի, որ իշխանությունը մնա։ Ընդդիմությունը ամեն վարքյան ասում է, որ մենք երկիր ենք կորցնում, Նիկոլ Փաշինյանն է օրինակ այսօր էլի հայտարարեց, որ եկեք իմ եւ իմ տիկնոջ կրթությունն օրաձև է հավաքներին եւ հասկացեք, որ ես հայրենիք չեմ տալիս, ես ոչ մեկի հրահանգը չեմ կատարում, եկեք եւ հասկացեք, այսինքն եկեք ենթարկվեք քարոզի գնացեք։ Ինչ որ է Իրանք կարծում քարոզի կարիք չունեն, նույն օրակարգը սպասարկում են տեսակետից։ Բնականաբար, այո։ Հիմա երկիրը չկորցնելու տարբերակը որն է։ Արդյոք այս սահմանադրությունը իր ընտրակարգով հնարավորություն է տալու նոր իշխանություն գա թարմ, ուժեղ եւ ի նպաստ երկրի, որը դեմոկրատական նորմերով կկարողանանք փոփոխել, երբ ժողովուրդը ցանկանում է, թե էլի կգա որևէ մի ուժ, որը կնստի, կասի իմն է աթոռը, երկիրը իմն է, եկել եմ մնալու այստեղ։ Ինչպես հերթով բոլոր իշխանությունների ժամանակ եղել է։ Թերևս միակն է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կամավոր թողել հեռացել է հրաժարական է։ Լևոն Տեր-Պետրոսյանը կամավոր թողել հեռացել է։ Չնայած մի քանի փորձ արեցի վերադարձ։ Կամավոր թողել հեռացել է, բայց նաև պետք է հիշել, որ Հայաստանում ընտրական գործընթացների կեղծման ինստիտուցիոնալ հիմքն է նաև դրել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինստիտուցիոնալ բավականին ուժեղ էին մյուսները, դա միանձնյալ լիարժեք միանձնյալ կառավարում չէր երկրում այդ ժամանակ։ Հա, տեսեք, բայց դա ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի բարի կամքի դրսևորումն էր, այլ որ պետությունը նոր է ձևավորում, այնտեղ կային շատ հստակ քաղաքական տարբեր ֆիգուրներ, անկախ նրանից մենք նրանք կհավանենք թե չենք հավանի, շատ տարբեր ֆիգուրներ կան, որոնք իրենցից կշիռ էին ներկայացնում, եւ դա շատ օրինաչափ էր պատերազմից հետո նոր ձևով պետություն, պատերազմի թոուբով անցած
թրծված, հղկված մարդիկ ամեն մեկը միտեղ կարևոր ֆիգուր ու այդպես միանձնյա իշխանություն, որպես այդպես ինչ շատ դժվար կլներ, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ցանկանա ունենալ, այլև դժվար կլներ, դա ժամանակն էր այդպիսին։ Իսկ ինչ վերաբերում է սահմանադրությանը, ուրեմն խնդիրը երբեք սահմանադրության մեջ չի եղել։ Խնդիրը քաղաքական կամքի եւ ցանկության մեջ է եղել։ Ինչպես որ օրինակ 2005 թվականին մենք դարձանք կիսանախագահական եւ 2015 թվականին դարձանք պարլամենտական եւ ամբողջ աշխարհին թմկահարում ենք, որ գիտեք ինչ, մենք պետք է սահմանադրություն փոխենք, որ ավելի լավ կառավարում կարողանանք իրականացնել եւ այլ եւ այլ։ Դե այս կառավարումն էլ հենց դրա հետևանքն է, այլ չէ, հարցի մյուս կողմն է, որ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ նախապատրաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հանձնման գործընթացը, բայց բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլ Փաշինյանին։ Դասենք ընդհանրապես կասկածից դուրս այն չի մասնա խոսքը։ Որովհետև վիճում են Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը։ Չէ, հարց ես որ ավելի հստակն չմտածեն ինչ որ մեկին ես պաշտպանում եմ, պարզ ասեմ։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանության ազգային անվտանգության սպառնալիք է, որ շատ պարզ լինի։ Ին վերաբերմունքը քաղաքական իմաստով Ռոբերտ Քոչարյանին ազգային անվտանգության առաջնային սպառնալիք է։ Բայց Սերժ Սարգսյան իշխանության բերելը Նիկոլ Փաշինյանին բացառապես Սերժ Սարգսյանը դե Ռոբերտ Քոչարյանի ինչ կապ է ունեցել իրեն իշխանության բերելու։ Իշխանությունը նախապատրաստել է։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հալածվում էր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եկավ, կարծես Ռոբերտ Քոչարյանը պիտի գնար հալածվելու, բայց ոնց որ ոչ մի բան չստացվեց այս առումով։ Եվ հիմա համերաշ նույն ազգային ժողովում նստած։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ընդդիմություն է, կատարյալ, որ մարդկանց շատ սիրուն կարողանում են ցույց տալ, ասել, գիտեք ինչ, եթե չլինենք մենք, լինում է Ռոբերտ Քոչարյանը, եւ մարդիկ ասում են իհարկե դուք։ Եվ բոլորը երկու կողմը սա շատ լավ գիտակցում են, բայց երկու կողմի համար սա շատ ձեռնտու է, որտեղ իրենք մնում են քաղաքական գործընթացների մեջ։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը PR-ի հանճար է ուղղակի, որ կարողանում է ամեն ինչ օգտագործել իր նպատակները։ Ոչ, այստեղ ընդհանրապես հանճարի բան չկա։ Քաղաքական համակարգն է այս արժեքաբանության կրողը։ Իրար բոլորը բնական դաշնակից են, որևիցե մեկը կոնսպիրատիվ տեսանկյունից չի զանգում Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցում, օրինակ պայմանական ասում Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հետ եւ այլն, նրանք բնական դաշնակիցներ են։ Իրար հետ ինչ խորհրդակցեն։ Հիմա օրինակ հենց հիմա նույնիսկ իշխանությունը ուզենակ տակ պարլամենտական ընդդիմությունից օրինակ եմ ասում երկրորդ նախագահին, իշխանությունը չի վերցնի, որտեղ իրենք չեն ուզում այս պահին իշխանություն։ Իրենք ուզում են ընդդիմադիր դաշտում լինել առաջին համարը, դրա համար են երրորդ, երկրորդ նախագահները իրար հետ անընդհատ բախման մեջ։ Ով կլինի ընդդիմադիր դաշտում առաջին տեղը, որ իշխանությունը հանձնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինքնաբերաբար իշխանությունը իրեն հանձնի, բայց այն ժամանակ, երբ որ արդեն ինչ որ պետք է անի, մարդիկ երբեք չեն պայքարել իշխանության կամ իշխանափոխության համար, նրանք մշտապես պայքարել եւ պայքարում են բացառապես ընդդիմության դաշտում առաջի տեղը զբաղեցնելու համար։ Պարոն Պետրոսյան, եթերաժամը ցավոք անսպառ չէ, դրա համար գանք հիմա մի փոքր իրականում երկիրը պետությունը ինչպիսին պիտի լինի, ոնց պիտի կառավարվի։ Ես ուզում եմ խոսենք մի փոքր այն մասին, որ արդյոք ժամանակը չէ, որ մեզ մոտ լինեն ազգային նպատակներ, որոնց պիտի հետևեն բոլորը, որ իշխանությունն էլ որ գա։ Ոչ թե գան ու անեն այդ ամենը, այլ յուրաքանչյուրը իր տեսլականը բերի այդ նպատակին, ինչով ինքը կարող է հավելյալ ծառայել եւ նոր հնարավորություն ստեղծել, որպեսզի այս երկիրը վերջ-վերջո իմանա ինչի համար, ուր է գնում, ինչի համար է, ինչն է անթույլատրելի երկրում կամ երկրի համար, որովհետեւ մենք այնպիսի տարածաշրջանում ենք եւ մեր հարևանները եւ ոչ միայն հարևանները, նաեւ մեծ խոշոր գերտերությունները, որոնք ազդեցություն ունեն այս տարածաշրջանի ընդհանրապես բոլորի վրա, որպեսզի մենք իմանանք մենք որ կողմում լինենք, դիրքավորում գտնենք, որպեսզի չգնանք կորենք ժամանակի ընթացքում, որովհետև կարծես բոլորս խոսում ենք, որ մենք կորում ենք, բայց մեր ընդդիմությունը նստած է, իշխանությունն էլ ասում է դե հիմա հարևան նախկին թշնամիները կարող են լինել վաղվա լավ հարևաններ, կարող ենք համատեղել ապրել եւ այսպես ժողովուրդը տարակուսած կանգնած է, իսկ ինչ է լինելու իրականում։ Տեսեք, ուրեմն 91 թվականից կամ ավելի կոնկրետ 94 թվականից այդ օրակարգն էլ այլասերվեց առաջին նախագահի ջանքերով, երբ ասեցին, որ ազգային գաղափարախոսությունը դա կեղծ կատեգորիա է, քաղաքական գիտության մեջ, ընդհանրապես հումանիտար գիտության մեջ ավելի անհեթեթ միտք հնարավոր չի գտնել։ Կարող է անգամ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ ապազգային ու անհեթեթ մտքերի մեջ այդքան անհեթեթ միտք ասած չլինի։
որ ազգային գաղափարախոսությունը դա կեղծ կատեգորիա է։ Ու մի հատ էլ մեկնաբանել, մանիպուլացնելով, որ գիտեք ինչ, բոլորը չեն կարող լինել, օրինակ սոցիալ-դեմոկրատները կամ եւ այլն, դա ազգային գաղափարախոսության հետ ընդհանրապես կապ չունի։ Դե արևմուտքը այդ ուղղությամբ էր գնում, մենք էլ նայում էինք արևմուտքին։ Ցավոք արևմուտքը ընդհանրապես այդ ուղղությամբ երբեք չի գնացել։ Արևմուտքում միշտ եղել են եւ գաղափարախոսությունները, եւ միշտ սիմվոլիզմը, մնացածը շատ ավելի խորը երկրաժամկետ ռազմավարական նպատակները, սակրալ մոտեցումները ամեն հարցերին, դա միշտ եղել է։ Ուղղակի մենք այն ժամանակի մեխանիկական բերել են նմանակել են, ասել են մենք հրաժարվում ենք մեր ինքնությունից, մերինից, ворթեգրում ենք այլը ու ոչ կարողացել են մինչև վերջ հրաժարվել, ոչ կարողացել են ворթեգրել ու մնացել են սահմանային հատվածում։ Բայց դա դնենք մի կողմ, մինչև գաղափարախոսությունը հələ, մինչև թե ինչպես պետք է կառավարվի պետությունը, առաջին քայլը, որ այս պահին պետք է անի, ինչքան որ դա ծեծված թեմա է, պետք է լինի առաջին հերթին խորքային իմաստով իշխանափոխություն։ Առաջին հերթին դա չի ենթադրում միայն Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Նիկոլ Փաշինյանի հետ որպես այդպեսին ամեն ինչ պարզ է։ Այս մարդը շատ պարզ ասում է ձեզ. ես ըստ էության գաղութացրել եմ Հայաստանի Հանրապետությունը։ Ես արտաքին քաղաքականություն եւ անվտանգային համակարգը պատվիրակում եմ Ադրբեջանին կամ թուրքական աշխարհին։ Այս մարդը հստակ ասում է։ Ասում է ես գնում եմ այս ճանապարհով, ես անում եմ դա։ Կարողանում եք կանգնեցնել, կանգնեցրեք։ Պարզ, բացայտ ասում է։ Պարլամենտական ընդդիմությունը այս ամեն ինչի հենարանն է։ Ամեն ինչով սպասարկում այս քաղաքականությունը միայն թե ունենա իր տեղը այս իշխանական գործընթացների մեջ։ Հիմա, բայց այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի խնդիր, հիմա նորաձև է չէ դարձել, եթե մարդը ուզում է իրան անդիմադիր դիրքավորի, ինքը միայն պետք է վեր կենա եւ առավոտից երկու հայհոյի Նիկոլ Փաշինյանին։ Քանի որ դա են դրել այդ մարդկանց վրա, որ չափանիշ եթե դու անդիմադիր ես, դու չպետք է այլ բանի մասին խոսես, միայն հայհոյի Նիկոլ Փաշինյանին։ Բոլորը հայհոյում են, Նիկոլ Փաշինյանն ինքն է անգամ իրեն այլևս սկսել հայհոյել։ Շատ օրինաչափ է։ Ամեն դեպքում ասում են 7 տարի մնացինք նույն դասարանը։ Շատ, հա, դրա համար եմ ասում, ինքն է արդեն իրան հայում, դրա կարիքը անգամ չկա, շատ պարզ ամեն ինչ, ինքն է պարզ ասում, ինչ ենք անում, ուր են տանում։ Բայց եթե դուք ուզում եք գնալ փոփոխության, դուք չեք կարող այս ամբողջ համակարգից չձերբազատվել։ Այն համակարգը, որը նաև ծնել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ իշխանությունների ներկայիս ընդդիմությանը պարլամենտական բնականաբար խորքային իմաստով պետք է արմատախիլ անել։ Եթե խորքային արմատախիլ չարվեց, Հայաստանում փոփոխություն հավատացեք չի կարող լինել։ Ինչպես է հնարավոր իմպիչմենտը Էդգար Ղազարյանի նախաձեռնացել դա տգիտություն է քաղաքական, ինչ իմպիչմենտի մասն է խոսքը։ Ինչ հնարավորություն կա, այլ ինչ տարբերակ կա հեղափոխության հնարավորություն։ Տեսեք, հեղափոխության հնարավորություններ շատ կան, միշտ կան։ Հարցը նա այդ մարդիկ, ովքեր իրականում իբր մասնակցում են հեղափոխությանը, ունեն հեղափոխություն իրականացնելու նպատակ, թե ոչ։ Գանք անցյալ տարի մայիսի։ Դե ուղղակի խնդիրը արտաքին վեկտորի հարցն է։ Ասում գանք անցյալ տարի մայիսի 9-ին հեղափոխությունները այդքան հեշտ process չէ, որ ամեն 5 րոպե մեկ ոնց է, չէ՞, մյուս տգիտությունը, որի մասին անդադ ասում են, հրապարակը ազատ է, դե գնացեք հեղափոխություն արեք։ Դա նույնն է, ոնց որ մենք դուրս գանք պատերազմի, մեր բանակը ջախջախվի, ու երկրորդ օրը ասենք, եթե ուզում եք հաղթեք, դե գնացեք մի հատ կռվեք։ Չենք ասում այդ բանակը պետք է հավաքվի, էներգիան պետք է հավաքվի, վերջ այս մարդկանց անընդհատ հանում եք փողոց եւ խաբում այդ մարդկանց։ Այս ամենը տենց չէ, որ 5 օր հետո մեկ ուրիշը նորից այդ ամեն ինչը անի։ Չի լինի։ Հիմա մայիսի 9-ին այդ հնարավորությունը աննախադեպ կերպով կար։ 2018 թվականին այդքան մարդ չէր հավաքվել հրապարակում, ինչքան անցյալ տարի մայիսի 9-ին։ Բայց ինչն է խնդիրը, որ այդ դրոշները տարակ դրեցիք պարլամենտական ընդդիմության ոտքերի առաջ, ասեցիք եկեք իմպիչմենտ անենք, օրինակ, ինչն է խնդիրը։ Կամ նույն պարլամենտական ընդդիմությունը, որ իրենք իդեալական գիտեն, որ մարդիկ իրենց ատում են հավասարաչափ ինչքան Նիկոլ Փաշինյանին, ատում են ուղակի։ Կամ մերժել են, կամ նույնիսկ ավելի շատ են ատում, Ռոբերտ Քոչարյանին էլ են մերժել, անուղղակի դեմս Ղարաբաղյան կլանով այսպես խաղաց։ Իրենք շատ լավ գիտեն, որ մարդիկ իրենց ուղղակի ատում են։ Իրենք գիտեն, որ իրենք որտեղ հայտնվեն, այդ process-ը վիժեցվելու է։ Հետևաբար կարող եք իրենց հարցնել, որն էր խնդիրը, որ մայիսի 9-ին այնպես եք մղվում բեմ, որ բարձրանաք բեմ ու բեմի մատույցները այսպես գրավեք, այնպես որ Նապոլեոնը այդպես չի հարձակվել Մոսկվայի վրա։ Որն էր ձեր նպատակը։ Կարող եք այս հարցից պատասխանել։ Իրական փոփոխություն ուզեցող մարդը այդպիսի վարք կունենար։ Մի խոսքով չեմ ուզում այս թեմայի մեջ շատ խորանալ։ Իսկ ի՞նչ է նշանակում հիմա իմպիչմենտ անես, դա գիտություն է քաղաքական։
Ուղղակի կրկին երրորդ, երկրորդ նախագահի մեջի բախման ինչ որ մեթոդներով նորից պետությունը անիմաստ ոչ թե պետությունը, չէ, Երկրորդ նախագահն էլ օրինակ ասում է, թե ուղղակի մարդիկ կան, որ ուզում են համար մեկը թվալ ինչ որ մի շրջան, իրենց այսպես օրակարգ են ստեղծում։ Չգիտեմ, թողտեմ, բայց ինչ վերաբերում է impeachment-ին, այսինքն ինչ եք պատկերացնում, որ դեք ոնց ասեմ, ուրեմն մարդկանց հիմնական խնդիրը այսօր այնքան են տարվել լրատվական դաշտով։ Իրենց մոտ ամեն ինչ սկսում եւ վերջում լրատվական, այդ մարդիկ մեդիա գործիչներ են, նրանք քաղաքական գործիչ չեն։ Իրենք ամեն ինչի պատրաստ են միայն թե մնան մեդիա դաշտում, որ իրենց մասին չմոռանան, որ ինչ որ բան նրանք կարողանան ավելի թանկով իրենց ծառայությունները վաճառեն։ Էս է գերխնդիրը։ Ցանկացած բանական մարդ կարող է ասի հիմա ինչի համար պիտի ձեզ Նիկոլ Փաշինյանը իր падգամները ձեզ իրենց ձայները տան ձեզ, օրինակ ասում, ինչի համար։ Հանրային ճնշում կա, ինչ օրակարգ կա, ինչի համար, ինչ impeachment-ի մասն է խոսում։ Դուք բոլորդ մեդիա գործիչներ եք ընդամենը։ Դուք ուզում եք մեդիայի մնաք, ինչ որ մի բան անեք, որ ասեք մեդիա իվենթ արեցինք, մեդիա կոնտենտ եղավ, մեդիա, դուք միայն մեդիայի մասին ա ձեր, ուրիշ ոչ մի բան։ Ամեն անհետք բան կասեն։ Համերաշխություն կուսակցությունը, եթե ճիշտ եմ հիշում, այսպես համերաշխության առաջարկություն արեց բոլոր կուսակցություններին, ասեց եկեք միանանք եւ միասին փորձենք ընդհանուր պայքարով, ընդհանուր ճակատով հանդես գալով, արդեն ընթացքում էլ առաջնորդը ժողովուրդը ավելի շատ ձայն կտա, նա էլ կլինի առաջնորդը։ Դուք այս առաջարկին ծանոթ եք, նման առաջարկ ստացել եք, չեք ստացել։ Առաջի անգամ եմ լսում համերաշխություն կուսակցության մասին մեկ, երկրորդը այդ խոսքերը միասնություն, համախմբվենք միասին այս պահին եւ այլն, դրանք կեղծ օրակարգեր են։ Այսինքն իրականում նույնիսկ երրորդ, չորրորդ պլանի կարգի կուսակցությունների միջև չկա ոչ առաջարկ կա, ոչ ակտիվություն կա, ոչ համաձայն չեմ երրորդ, չորրորդ կարգի կուսակցությունների միջև, հասկանում եք, քաղաքական գործընթացները խոսքով չեն լինում միայն լայվ անելով չի լինում։ Միայն, չգիտեմ, անհետ impeachment-ի գործընթաց նախաձեռնելով չի լինում, գետնի վրա աշխատանքով է լինում։ Այդ օրակարգը եկեք բոլորս միասին համախմբվենք եւ այլն։ Դա կեղծ օրակարգ է։ Նույն ամեն մեկը իր տեղում ուղակի անի։ Չէ, շատ կարեւոր է, հիմա ասեմ, շատ կարեւոր է։ Երբ որ մեկ ասում ենք մենք բոլորս պիտի համախմբվենք, դուք պետք է բառին էլ ասել մենք ով ենք եւ ով մենք չենք։ Սա շատ կարեւոր է։ Եթե այս հարցին չեք պատասխանել, չեք կարող գնալ։ Դրա համար ես ինչի համար եմ միշտ ասում այդ օրակարգը, երբ որ ասում են պարլամենտական ընդդիմությունը բոլորս միավորվենք գնանք Նիկոլ Փաշինյանի հետ ճակատամարտելու, դեռ ասում եկեք։ Ես շատ ժամանակ ինձ մեղադրում են, չէ, ասում են ոնց որ դու անընդհատ փոխարեն Նիկոլ Փաշինյանի վրա կրակես քաղաքական իմաստով, կրակում ես պարլամենտական ընդդիմության։ Իմ պատասխանը հետեւյալն է եղել միշտ, ասում են պատկերացրեք երկու բանակ կանգնել են իրանց առաջ, պետք է ճակատամարտեն։ Մի բանակ, ում դեմ որ մենք պետք է ճակատամարտենք, ասենք, սա իշխանությունն է։ Շատ հստակ է, պարզ է։ Ովքեր են հակառակորդները։ Բայց այն բանակ, ում հետ որ մենք պետք է գնանք իրենց հետ ճակատամարտելու, այստեղ պարզ չի ովքեր են։ Որտեւ այն մարդիկ, ովքեր իբր գալիս են Նիկոլ Փաշինյանի դեմ ճակատամարտելու, 90%-ով կյանք կտան, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հետևից խփողներն են։ Ոնց որ փորձը ցույց տվեց, այդ թվում նաև պարզ օրինակը մայիսի 9-ը։ Ու դրա առաջ մնացած ամբողջ գործընթացները եւ նույնիսկ հիմա սրա մասին է խնդիրը։ Այսինքն եթե դուք չեք ասում մենք, չեք պարզում մենքը ով ենք եւ ով մենք չենք, դա կեղծ օրակարգեր է։ Չկա այդպիսի հասկացություն։ Պարոն Պետրոսյան, ինչ կասեք վերջաբանի համար, որը կարծում եք ես պիտի հարցնեի, չհարցրեցի կամ շատ կարևոր է, բայց հանրային գիտակցում պահանջարկ այս մասին խոսելու չի հասունացել, թեկուզ լրատվականների մոտ։ Այնքան շատ թեմաներ կա, որից որ կուզեի խոսել, բայց ես ուզում եմ ասել, որ մարդիկ, որ վստահ լինեն, որ իրականում ամեն ինչ կախված է բացառապես իրենցից։ Եվ իշխանությունը, պարլամենտական ընդդիմությունը պարբերաբար տրամադրում է օրակարգ, որ քեզնից որևիցե բան կախված չի, կամ եթե ինչ-որ բան կախված է, դա պետք է լինի միայն մեր միջոցով։ Այդ մարդիկ գոյություն չունեն փաստացի։ Որևիցե մեկը թող չհավատա այդ ստերին, գետնի վրա էլ իրականությունն է տեղի ունենում եւ յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ թեկուզ շատ փոքր հսկայական դերակատարում ունի։ Մարդիկ ներգրավեն process-ների մեջ, ունենան իրենց մասնակցություն եւ իմանան, որ իրենցից ամեն ինչը կախված։ Եվ վերջ-վերջում միայն այս պարագայում է լինելու հնարավոր հայկական պետության ձևավորումը։ Մեր գերխնդիրը պետք է լինի։ Ցավոք ժամանակ չեղավ
ես շատ կուզենամ հնարավորության դեպքում նաև նպատակների մասին խոսալ, վերջը լա մենք ուր են գնում։ Իշխանությունը չկա, փոխեցինք իշխանությունը։ Դա նպատակը չի։ Իմ նպատակը երբեք միայն իշխանության փոխելը չի։ Դա անհրաժեշտ ոչ բավարար պայմանն է։ Բա փոխեցինք, բա հետո ինչ ենք անելու։ Հետո ոնց ենք անելու։ Լավ, բոլորը մենակ ասում են, սա թուրքա, սա դավաճանա, սա էսա, հասկացանք։ Ես միշտ ասում եմ, ինչ պիտի անենք, որ կանխարգելենք հաջորդ նման դեպքը չլինի։ Եվ իմանանք ուր են գնում վերջապես որպես իդեալական տարբերակ։ Հիմա այս ամեն ինչի մասին ես ուրախ կլեմ մի օր հնարավորին ասենք, որտեղ այս ամեն ինչի մասին մենք ունենք մեր համակարգային շատ հստակ պատկերացումները եւ արժեքային տիրույթում, եւ տեսլականի առումով, եւ նաեւ հնարավորինս հստակեցված թե ինչ գործողություններ պետք է արվեն, որի տակ նաեւ դրված է եւ գիտական եւ պատմական դիսկուրսը, այսինքն ինքը օթոմագի կենացների մասին չի, այն ինչի մասին մենք խոսում ենք, հնարավորինս կարող ենք հիմնավորել եւ ապացուցել դրա իրավացի լինելը։ Այսինքն նաեւ պետք է մենք սրա մասին կարողանանք խոսել։ Ու այդ միֆերը պետքա կոտրել, որ ձեզնից որևիցե բան կախված չի։ Կյանքը գետնի վրա ամբողջությամբ այլ է։ Մենք այդքան շատ շրջում ենք յուղերով, համայնքներով, այն ինչ որ ձեզ ԶԼՄ-ները ցույց են տալիս, հավատացած եղի գետնի վրա իրականություն չունի։ Դա իշխանության եւ ընդդիմության, պարլամենտական ընդդիմության մեդիա պրոպագանդայի հետևանքն ենք տեսնում, որը գետնի վրա իրականում չկա։ Եվ նրանք էլ փոխ համաձայնեցված անընդհատ դա տալիս են։ Մեր օրակարգ, որ մենք, չգիտեմ, կեղտոտ ազգ ենք, ինչպես գլոբալ իրանք են ասում, մեզնից բան սպասելի չի, մենք արժանի ենք այս մեր իշխանությանը, տեսեք ինչ ինտենսիվ կերպով տալիս է դա ընդդիմությունը մեզ։ Իշխանությունը պարզ է, իշխանության նպատակը դա է, պարզ ասում է։ Ընդդիմությունը, որ ուզում է իբր փոփոխություն անի, տեսեք ինչ ինտենսիվ տալիս է։ Մեր հավաքական կերպարը սարքել են ամենայն հարգանքով այդ կնոջ նկատմամբ Ախուրյանցի անուն։ Ասում են դուք եք, սա է ձեր կերպարը։ Ամենտեղ գնում են, ասում են, դե գիտեք, էսա, ու վերջում դարձել է մեր մոտ ինքնակնադատությունը վերացել է դարձել ինքնախարազանում։ Ամեն օր ասում ենք, այ մեզ ավելին պետք է լինի, ավելի մենք պետք է պատժվենք, մենք սան արժանի չենք, եւ այլն։ Սա մի այլանդակություն է մեծ իմաստով։ Մենք իրականում այդպեսին չենք։ Մենք ունենք անսահման հնարավորություն, անսահման ներուժ, ամեն ինչ ունենք իրականում անսահման եւ իրականությունը այդքան մոխրագույն չի, ինչպես ներկայացնում են։ Ուղղակի իրենք այդ իրականությունը պետք է այդպես ներկայացնեն, որովհետև իրենք կարող են գոյատևել միայն այդ մոխրագույն իրականության մեջ։ Առողջ իրականության պատկեր տալու ժամանակ այս մարդկան ժողովուրդը սրբելու է տանի մի անգամից եւ իշխանություն եւ պարլամենտական ընդդիմություն, որտեղ նրանք քաղաքական իմաստով զույգ եղբայրներ են, զույգ։ Իրականությունը այլ է, կա հսկայական հնարավորություն, ժողովուրդը հիասթափված է, ժողովուրդը հուսալքված է, չկա կատեգորիկ այդպիսի բան։ Յուրաքանչյուր տեղ մի հատ առողջ կայծ կտեսնեք ինչ տեղի կունենա։ Իրենց միակ խնդիրը այդ կայծը ուղղակի որ թույլ չտան որ լինի։ Պարոն Պետրոսյան, ես մոտ ապագայում անպայման եւս մեկ հրավեր կկազմակերպեմ, հաղորդում կկազմակերպեմ այդ մասին խոսելու, ընդհանրապես մեր երկիրը, այո, որովհետեւ իրականում ինքնանպատակ չպիտի լինի իշխանափոխությունը, պիտի ունենանք երկրի հետ կապված ծրագիր եւ իրականացնենք այդ ծրագիրը, դա լինի հանուն բոլորիս։ Մի բան էլ ասեմ, շատ կարեւոր մի բան էլ ասեմ։ Մյուս կարեւոր ամենավտանգավոր օրակարգը, որ տարվում է, ասում են, գիտեք, սա կործանարար օրակարգ է։ Ասում են, գիտեք, հասարակությունը միայն հայհոյանք է ուզում լսի։ Դե մենք ինչ օրակարգ կարող ենք բերել։ Սա ամենամեծ քաղաքակրթական հանցագործությունն է սա։ Ասում են, դե գիտեք ինչ, մարդիկ ուղղակի քողարկում են իրենց ամբովանդակ լինելը, ասելով, դե գիտեք, հասարակությունը հայհոյանք է ուզում, մենք է տալիս ենք։ Պարզ մի բան եմ ասում։ Դա սա չհնչի որպես գովազդ։ Ես ունեմ YouTube-յան ալիք, ու այդ YouTube-յան ալիքով տարբեր պատմական դրվագների եմ անդրադառնում։ Եվ այդ պատմական դրվագներին, որտեղ որ բնականաբար հայոյան կա ոչ մի բան, ինտելեկտուալ կոնտենտ է միայն բացառապես։ Առանց մեկ դրամ գովազդի, տասնյակ հազարավոր, 100,000 անցած տարբեր վիդեոներ եւ այլն, այդ լսարանը կա, միշտ կա։ Բայց անողը չկա։ Ուղղակի մարդիկ ասում են, գիտեք, ինչ լսարանը ժողովուրդը էլի վատն է, էսա է, նա է, ինքը կոնտենտ չի ուզում լսի։ Դրա համար մենք հայոյում ենք։ Եթե դուք ձեր էությամբ հայոյող չեք, հոգով, այդ արժեքի կրողը չեք, ինչքան է հասարակությունը դա ուզի, դուք դա չեք կարող տալ, բայց հասարակությունը դա չի ուզում։ Վերջի հասարակությանը դուք եք ձևավորում, զանգվածային լրատվամիջոցը, իշխանությունները վերնախավն է ստեղծում այն, ինչ է պահանջելու իրենից այդ բնակչությունը, հասարակությունը, հանրությունը։ Բարի եղեք, ձեր պարտք կկատարեք, օրենքի շրջանակներում մնացեք եւ վերջ-վերջո կրթեք
զանգվածային լրատվամիջոցը պիտի կրթական էլեմենտ ունենա, կրթեք, դասերակեք, որ Բնականաբար։ ստանաք դրական արդյունք, ձեր ինտելեկտուալ բովանդակությունն էլ սպառվի հետագայում։ Բնականաբար նես որ մեզ դիտողները անպայման թող վստահ լինեն, որ մենք անպայման միահամուռ ուժերով իշխանություն եւ պարլամենտական ընդդիմություն եւ նրանցից ացանցիալ տարբեր ուժեր արմատախիլ են արվելու։ Այլ տարբերակ չի կարող ունել պետություն ունենալու։ Շնորհակալ եմ։ Շատ ցավում եմ, բայց այսքանով սահմանափակենք այսօր։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ այս փոքրինչ ավելի հուսադրող նոտայի վրա ավարտել մեր զրույցը եւ խոսք եմ տալիս, որ պարոն Պետրոսյանն է առաջիկայում եւս մեկ անգամ կլինի մեր հյուրը, խոսենք արդեն այլ ավելի կարեւոր թեմաներից։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամից։ Տեսություն։